Հարկ Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչ եմ։ Իհարկե դա չի նշանակում, որ ես անմեղ եմ։ Ես ասել եմ, որ ես բազմաթիվ մեղքեր եմ գործել։ Թե ինչ մեղքեր է գործել Արշակ Սրբազանը, Մայրաթորի դիվանապետն այսօր չհստակեցրեց, բայց դրանց մեջ ըստ նրա չկա այն մեկը, որ փորձում են իրեն վերագրել՝ սրբապղծություն եւ ընտանիքի անդամի հետ ինտիմ կապի առկայություն։ Վերջին շրջանում իշխանությունների քննադատության թիրախում եւ սեռական սկանդալի կիզակետում հայտնված arczepiskopos Արշակ Սրբազանն այսօր ավելի քան 2 ժամ տևած ասուլիսում պնդեց՝ վեհափառը չի հեռանալու, այդ Փաշինյանն է, որ պետք է հեռանա եւ որ վարչապետին չի հաջողվելու եկեղեցին կառավարելի դարձնել իր համար։ Իհարկե դրանք կեղծիք են եւ սուտ են։ Արշակ Սրբազանը Մայրաթորում հրավիրած ասուլիսում ազատության հարցին ի պատասխան վստահեցրեց՝ համացանցում տարածված հայտնի տեսանյութում ինքը չէ, ինչպես Մայրաթորի դիվանապետը ձևակերպեց, ինչ որ մեկը իր ընտանեկան արխիվից տեսանյութեր է հրապարակել եւ վերագրել իրեն։ Հետևաբար, եթե ինքը չէ, ուրեմն իր անձնական կյանքի գաղտնիությունն էլ խախտված չէ։ Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ։ Խախտված չէ նաև իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Դուք պետք է գտնեք այն անձին, ով հորինել է այս տեսագրությունը եւ ով տարածել է։ Այսինքն այդ կադրերում դուք չեք պնդում։ Իհարկե ես չեմ։ Արշակ Սրբազանը տհաճությամբ, բայց հաստատեց, հայտնի տեսանյութի գործով իր քեռակնոջը նույնպես կանչել են քննչական կոմիտե եւ նա նույնպես պնդել է, որ այդ տեսանյութում ինքը չէ։ Այո, կանչվել է եւ նույնը իր դիրքորոշումն է։ Իմ ընտանիքի բոլոր անդամները իհարկե շատ տհաճ անախորժ իրավիճակի մեջ են հայտնվել մեր համերաշխություն քարոզող իշխանությունների թեթև ձեռքով, բայց իրենք էլ իհարկե միանշանակորեն դաժոխտում են։ Եվ չի կարող այդպիսի բան եղած լինել։ Չի կարող այդ Արշակ arczepiskopos Խաչատրյանը վստահեցրեց, թե անգամ պատշաճ չի համարել նայել այդ տեսանյութերը։ Դրանց մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից, ինչպես բացատրեց, տեսագրություններով չէ, որ պետք է իմանա իր կյանքի մասին։ Ես ինքը շատ լավ գիտեմ, ես ով եմ, ինչ եմ արել, ինչ չեմ արել, ոնց որ դուք։ Ես ինչ որ բաներ նայեմ, որպեսզի իմ կենսագրությունից ինչ որ դրվագներ իմանամ։ Ինչ վերաբերում է քննչական կոմիտեի պնդմանը, թե Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութերը իրական են, ապա Սրբազանը տարօրինակ է համարում, թե ինչպես մեկ օրում կոմիտեն պարզեց, որ դա իրական է եւ արագ եզրակացությունը փոխանցեց Մայրաթորի եպիսկոպոսներից մեկին։ Արդյոք մինչև ինտիմ տեսաձայնագրության հրապարակումը Արշակ Սրբազանին շանտաժի ենթարկելու փորձ եղել է, որպեսզի նա դադարեցնի վարչապետի հասցեին քննադատությունը։ Մայրաթորի դիվանապետը պնդեց, եղել են ակնարկներ որոշակի գործողություններ իրականացնելու մասով, իսկ ակնարկողները եղել են ԱԱԾ-ից։ Իշխանության թիրախում հայտնված arczepiskoposն այսօր հաստատեց մամուլում ավելի վաղ հայտնված տեղեկություններն այն մասին, որ իշխանությանը քննադատելու պատճառով 2 անգամ հանդիպել է ԱԱԾ տարբեր պաշտոնյաների հետ։ Այդ պաշտոնյաների անունները Արշակ Խաչատրյանը չցանկացավ նշել, միայն ասաց, թե նրանցից ոմանք այսօր չեն պաշտոնավարում, մյուս մասն էլ դեռ համակարգում է։ Ես չեմ կանչվել։ Ըստ էության ծանոթագիրներ չեն ուղարկվել։ Պարզապես եղել է հրավեր հանդիպումների եւ մենք հանդիպել ենք։ Իհարկե հանդիպումների ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումները արտահայտել, ես իմ դիրքորոշումներն եմ արտահայտել։ Իհարկե տարբեր տեսակի պնդումներ են եղել, համոզումներ են եղել։ Իհարկե ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու, թող Աստվածների մեծամտության համար, եթե այդպես կընկալվի, որ ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի ներշչմամբ, ահաբեկչությամբ հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզումներից։ Վարչապետ Փաշինյանը, որ մեղադրում է Գարեգին II-ին եւ Արշակ Սրբազանին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, պահանջում է, որ նրանք ազատեն Բեհարանը։ Կաթողիկոսի հեռացման պահանջին օրերս միացան նաեւ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպած 8 եպիսկոպոսները։ 3 արդեն 10 բարձրաստիճան հոգեվորականներ վարչապետի ընտանիքին պատկանող հայկական ժամանակում հայտարարություն տարածեցին շեշտելով, թե Գարեգին II-ը մեջբերում եմ պետք է կամովին հանգստյան կոչվի եւ այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպել։ Մայրաթորի դիվանապետը սակայն այսօր վերահաստատեց, կաթողիկոսը չի հեռանալու։ Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու։ Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա։
Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ որ շրջանակներ, այդ թվում նաև կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելությունը խիստ տարակուսելու է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չի կարող հեղանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել եպիսկոպոսներ, 10 եպիսկոպոսներ։ Կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը։ Եվ ազգային եկեղեցական ժողովի որոշումից դուրս կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որի ինքը պետք է հեռանա, դա ավելին չի լինի, քան դասալքությունը։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ, եւ կաթողիկոսը ինքը բազմաթիվ անգամներ այդ մասին նշել է, եւ ես վստահ եմ, որ կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի, չի կարող կայացվել։ Պատասխանելով ազատության հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Արշակ Սրբազանը դադարեցնի իր հոգևոր ծառայությունը, լարվածությունը թոթափելու համար, այդպիսի պահանջ նաև եկեղեցական հանձնախմբի անդամներն էին ներկայացրել։ Սրբազանը պնդեց, ինքն այս պահին մտադիր չէ թողնել հոգևոր ծառայությունը, բայց եւ չբացառեց, որ կարող է մի կոնկրետ պահի նման որոշում կայացնել։ Երբ որ ես գնահատեմ, որ դա եկեղեցու շահերի տեսանկյունից արդյունավետ է, օգտակար է, ես ցանկացած քայլ պատրաստ եմ անել։ Ոչ միայն պաշտոնավարությունս դադարեցնելու, այլ ընդհանրապես կարգս թողնելու։ Բայց ես չեմ պատրաստում անել մի գործողություն, որը ենթադրել կտա, որ այն ինչ որ ինձ վերագրվում է, դա ճիշտ է։ Ինչ վերաբերում է Փաշինյանի շարժմանը միացած 10 եպիսկոպոսներին, ապա Արշակ Սրբազանին չի հետաքրքրում, թե նրանց ինչն է ստիպել դիմել այդ քայլին։ Տեղյակ չէ, նրանց սպառնալիքներն են ստիպել, թե անզսպելի սիրո զգացումը Փաշինյանի նկատմամբ։ Ինչ էլ լինի, Արշակ Սրբազանի խոսքով չի կարող արդարացնել նրանց դավաճանական քայլը, քանի որ ըստ նրա այդ 10 եպիսկոպոսները դավաճանել են ոչ միայն Աստծուն, եկեղեցուն, այլև իրենց անցյալն ու սեփական կենսագրությունը։ Այն անձինք, ովքեր գործակցության հայտ են ներկայացնում այսօրվա իշխանության հետ, նրանք կիսում են նրանց քայքայիչ պետականաքանդ գործունեության պատասխանատվությունը։ Իդեպ ԱԱԾ նկուղում ազատազրկված Միքայել եւ Բագրատ արքեպիսկոպոսներն այսօր տարածած հայտարարության մեջ կաթողիկոսին առաջարկել են դադարեցնել անհնազանդ 10 եպիսկոպոսների պաշտոնավարումը եւ անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում։ Ազատազրկված բարձրաստիճան հոգեվորականները բանտից նաեւ հորդորել են կաթողիկոսին հրավիրել եպիսկոպոսած ժողով, ապա գումարել ազգային եկեղեցական ժողով։ Միքայել եւ Բագրատ արքեպիսկոպոսները եպիսկոպոսած դասի 57 անդամներից 10-ի պահվածքը որակել են դավաճանություն, տեղեկացնելով, որ այդ հոգևորականների մի մասը մասնակցել է կաթողիկոսի ընտրությանը, իսկ մյուս մասը եպիսկոպոս է կարգվել հենց Գարեգին II-ի կողմից եւ անցած 26 տարիների ընթացքում բացահայտ շողոքորթել ու գցնել են վեհափառին։ Կարելի է, հարկավոր է, գուցե եւ պետք է ամեն ինչում չհամաձայնել վեհափառ Հայրապետի հետ, ինչը իրենք երբեք չեն արել անցնող 26 տարիներին, եւ դեռ հակառակը սողացել են, մինչ մենք դա արել ենք բազմիցս, մեզ ենթարկելով Հայրապետի հանդիմանությանն ու դժգոհությանը։ Բանտարկված արքեպիսկոպոսների հայտարարությունից ժամեր անց Մայրաթոռը հայտարարեց, որ ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով դեկտեմբերի 10-ից 12-ը կգումարվի եպիսկոպոսած ժողով, քննության առնելու եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։